Ես չգիտեմ մենք կհանդիպենք էլ թե չէ։ Եթե պարտքերը վերադարձնեմ կհանդիպենք։ Բայց եթե չէ։ Մի հատ էլ դիր։ Միշ, ես քեզ շատ եմ սիրում։ Ես քեզ կկարոտեմ։ Ստոպ։ Դատարկ սպիտակ պատի ֆոնին։ Դե սենց ֆոն շատ հեշտ է գտնելը։ Երևի թե ինչ-որ մեկը ուզենա, որ իր տեղը հստակ չիմանան, սենց ֆոնի վրա վիդեո կնկարի։ Այ հենց այստեղ էլ հակասությունն է, Արսեն ջան։ Ինչի է առաջինը գերեզմանություն, հա? Որտեղ մի անգամից կարող ես գլխին կնես, թե ինչի ինչոց է։ Իսկ հիմա սենց տեղից։ Ինչ-որ հատուկ նշանակություն ունի։ Մտածում ես մեսիջ է։ Հնարավոր է։ Իսկ հնարավոր է, որ ընդամենը պատահականություն է։ Բայց ես մի բան էլ եմ նկատում։ Ինչ։ Դե որ դեմքին, ձեռքերին, մի խոսքով մարմնի են հատվածներին, որոնք վիդեոյում երևում են, բռնության հետքեր չկան։ Արսեն ջան, բռնությունը միայն ֆիզիկական չի լինում։ Կարող է կադրից դուրս հենց հիմա մեկը զենքը պահել է այդ աղջկա վրա, ինչ իմանաս։ Այ բացի դա կարող է հոգեբանական բռնություն էլ լինի։ Բայց մենք հաստատ գիտենք, չէ՞ որ գերեզմանություն վիդեո նկարելիս մենակ է եղել։ Ճիշտ ես ասում։ Դե գոնե լավ է նա, որ ողջ է։ Վստահ ես։ Այսինքն։ Իսկ եթե տեսագրությունները նախապես են նկարել։ Դե պատասխանի ծոմ, պատասխանի։ Կներես էլի ես եմ մեղավոր։ Դու ինչ կապ ունես մեկ։ Որ իմացած տեղեմ ուղղակի չեկավ։ Լավ էլի դու դրա հետ ընդհանրապես կապ չունես։ Համել նույնիսկ եթե իմացել է։ Մենք սենց տենես պիտի իմանանք, չէ ինքը ուր է, ինչ է անում։ Չեմ ուզում հավատամ, որ ինքը գողություն է անում։ Լուրջ։ Իսկ ինձ թվում է, որ ինձ վրա ես կասկածում։ Հորս հետ կապված։ Կար վերջացրու, հա այդ ընդհանրապես կապ չունի։ Իսկ ինձ թվում է դրա մասին է հենց։ Դու ավելի լավ է մի հատ էլ զանգի։ Չգիտեմ ինչ իմաստ կա, բայց լավ։ Նորից փորձեմ։ Իրա վերջի զանգածից արդեն մի ժամ անցել է։ Լսի, կարող է ինչ, ասա։ Կարող է բռնել են։ Զանգի պապայիդ։ Բայց պապան առանց էլ խոսացել ավերես։ Հիմա որ իմանա։ Հա բայց հասկանում ես, եթե մենք ունենք հնարավորություն ու չօգտվենք դրանից, հետո հնարավոր է արդեն ուշ լինի։ Լավ, սպասի զանգում։ Մեկ։ Չի պատասխանում կար։ Չանենք։ Հենց չի, որ բոլոր կուրսերն են լավը, փայլում, ուսանողները լավն են։ Ես էլ եմ ուսանող եղել ու գիտեմ ինչ եմ ասում։ Բայց դուք հենց ձեր կուրսը տեսա հասկացա, որ շատ անհաջող եք։ Օք, ձեր ասածն է։ Լեզվիդ մի տուր։ Դու իրավունք չունես խոսալու։ Ոնց ես չեմ կարող խոսամ, բայց կարողանում եմ։ Լսի տղա ջան, դու ինչ բարոյական իրավունք ունես խոսելու։ Այն մեկը մարդասպանի տղա, այս մեկը գող։ Ինչ ես բերանդ բացել, ինչիդ վրա ես տենց ուրախանում։ Այ որ ամբողջ գիշեր ճաղերի հետևում անցկացնես, գալու եմ հատուկ ստուգեմ, էլի տենց բերանդ բացելու ես, թե չէ։ Հա, սուս ես մնալու, թե մի անգամից խոստովանես։ Լուրջ տենց բարդ է ձեր համար։ Ինձանից ընդամենը մի քանի օր պահանջվեց ամեն ինչ բացահայտելու համար։ Չհասկացա ինչ ես խոսում։ Դե քանի դեռ դուք ինձ տեղ հարցաքննում եք, ես իրական գործով եմ զբաղվում, ապացույցներ եմ հավաքում, ինֆորմացիա։ Այսինքն։ Դե թե ով է գողանում ավտոների ֆարերը, հայլիները, ով է այդ ամեն ինչը կառավարում։ Ես ներդրվել եմ այդ գործի մեջ, որ բացահայտեմ այդ ամեն ինչը, այդ հանցավոր խմբավորման մեջ եմ մտել, որ ներսից ամեն ինչ հասկանամ։ 3 հոգի։ Խմբում կա 3 հոգի, բայց ամեն մեկը տարբեր գործ է անում։
Մեկն էլ կա, որ ասում է, թե որ օրը ինչ ավտո պետք է սրբեն։ Սկզբում մեկին էի ճանաչում, իր հետ այնքան շփվեցի, մինչև բոլորին սկսեցի իմանալ։ Մի րոպե, հիմա դու լուրջ ես խոսում։ Հա, ես իրենց նկարել եմ թաքուն, ինֆո եմ հավաքել ապացույցներ։ Սպասի, դու ինձ ծեր ես առնում, տղա ջան։ Չէ, այդ ամեն ինչը մեր գարաժում է։ Ստեղ սպասի։ Հա, կար։ Ուր ես արայի տղա ձեռս առնում ես։ Կարեն ամեն ինչ նորմալ է, հիմա հարցաքննությունը հետո կխոսանք։ Ինչ։ Արսեն, որոնումն արդեն հայտարարված է։ Հա, վաղուց ասել եմ, որ հայտարարեն։ Մամուլը արդեն այդ դեպքի մասին է խոսում։ Մենակ թե այդ վիդեոները մամուլի ձեռքը չընկնեն։ Պետք չի ավելորդ պանիկա։ Հա, ուշադիր ենք։ Իդեպ այդ Միշային ճանապարհել եմ տուն։ Ճիշտ ես արել։ Հիմա ինքը մեզ ոչինչով չի կարող օգնի։ Մեռնեմ, թե ես գնամ էլի հետ գյուղ։ Քեզ ինչ եղավ Նարեկ։ Աղաս ջան, մեծ մարդիկ են։ Հարցնում եմ ձեր թորանը տեսել եք։ Չեն լսում։ Գիտեն ուզող տղա եմ, ինչ եմ։ Մի խոսքով տենց լարեցին։ Քեզ հետ էլ է քիչ Նարեկ։ Մյուս անգամ դու ես գնալու տատի պապիներ եթե հանդիպման։ Հա, հարց չկա, կգնամ ես։ Կարևորը այն է, որ հասկացանք, այդ աղջիկը գյուղ չի գնացել։ Մնում է հասկանանք, թե ուր է։ Իսկ այդ Միշան որտեղ է։ Ես ուզում եմ մի քանի հարց տամ։ Հաստատ լիքը բան կիմանա։ Միշային ճանապարհել եմ տուն։ Ինչ ես նայում։ Կներեք։ Լսում եմ։ Ինչ։ Որտեղ։ Լավ, հիմա։ Ինչ է եղել Արսեն։ Այդ աղջկան նկարով ճանաչող ա եղել։ Դրա համար էին զանգել, ինչ-որ հյուրանոցում է։ Տղայի հետ է գնացել, հիմա էլ այդ տղայի համարում է։ Իմացանք ում հետ աման գալիս։ Հա, իդեպ այդ տղան է ասել, որ զանգեն մեզ։ Գնացինք հենց հիմա տղեկ։ Կար, արի պապայի մոտ գնանք, հետո կգտնենք Արտյոմին, հա։ Լուրջ եմ ասում ապուշ այդ տղեն։ Նենց էլ իրենց գողգող ասում է, բռնվել են, ոնց որ իր մանկության երազանք տեղալ քրեական հեղինակություն դառնալ է։ Հեսա կբարձենք ամեն ինչ։ Մեկի։ Պապ։ Բարոց ես։ Ինչ ես անում այստեղ Մեկի։ Քեզ չասեցի գնաս տուն։ Պապ, մեր կուրսի Արտյոմը ստեղ է։ Տղեկ գնացեք հյուրանոց, կզանգեք։ Լավ։ Արսեն։ Մեկի։ Մի րոպե կար։ Դու հերիք չինց հայտարարականս աղջիկ ջան։ Քեզ նորը չասեցի, ես կողմերը չերևաս։ Պապ, բայց Արտյոմը զանգեց, ասեց, որ ստեղ է։ Բռնել են դրան։ Ասեց հարցաքննությանը։ Այստեղ այն վերցրա։ Գնացեք իմ կաբինետ։ Միջանցքներում չթափառես, հասկացար։ Հիմա կհասկանանք ինչ է եղել։ Որ իմացել եմ ես սուտա, չէ՞ ես ամեն ինչ, իմացել եմ բլեֆա քթից հետ բերելու եմ։ Հանգիստ, ամեն ինչ տեղ է։ Էդ ի՞նչ է։ Էս ի՞նչ է։ Սաղ նկարները ստեղ են։ Հանի տեսնեմ ովքեր են։ Ուրեմն, այս այդ գովերն են։ Իրանց բոլորի նկարները ստեղ, այս էլ շեֆն է։ Շեֆի վրա ուղղակի միանգամից չկարողացա դուրս գամ, դրա համար ձեզ միանգամից բան չասեցի։ Այսինքն ես դրել ես Ջեյմս Բոնդի տեղը։ Ուղղակի դյոմ։ Այս էլ Էդոնա։ Իրա շնորհիվ եմ բոլորի վրա դուրս եկել։ Բայց մի խնդրանք էլի։ Ասա։ Էդոին շատ խիստ չպատժեք, լավ տղա է։ Էս է շեֆը։ Չէ։ Հետը մի քիչ շփվել ես, գիտես լավ տղա է։
Հանցագործների մեծ մասը միշտ էլ իրանց արդարացումներն ու պատճառաբանությունները ունեն։ Բայց սրանց պետք չի լսել։ Եղավ։ Մենք էլ կարանք քո հետ վատ կյանքով ապրած լինենք, բայց դա պատճառա, որ հանցագործ դառնանք։ Ինչի՞ է մեկը հանցագործ դառնում, մեկը ոչ։ Չգիտեմ։ Ու հետն է մենք ոչ մեկի չենք պատժում։ Դրա համար դատարան կա, բան կա։ Այսքան ժամանակ սովորում ես, գլուխդ չի մտնում։ Էս էլ ամբողջ գումարն է, որ աշխատել եմ։ Ուա, մոռացա ասեմ։ Գրպանումս էլ կար։ Բայց սրա վրայից մի 2000 ծախսել եմ նկարների վրա։ Կարթա թոշակիցս կպահեք։ Էլի ես ամեն ինչը հավաքի ու առաջ ընկի։ Բուր, բայց իմ տունը ստեղ է։ Չհասկացա, մտածում ես մի երկու նկար ցույց տվեցիր ու վերջ, հա։ Գնացինք բաժին, ամեն ինչ ստուգելու է։ Չեմ թողնի քեզ։ Հավաքի։ Առաջ ընկի։ Խլին գարաժն է։ Մենք հասել ենք, դուք ուր եք։ Ոնց։ Ինչա նշանակում չեք հասել։ Մենք հեսա ուժողին պիտի դուրս բերենք ու չգիտեք ինքը ինչ վիճակում է։ Դու ինձ ես կասեմ։ Լավ։ Հա, լավ, արագացրեք։ Երբ կհասնի շտապ օգնությունը։ Ասում է 5 րոպեից։ Էլի լավ է։ Գնանք։ Էդ ինչի համար է։ Ես այս տղուն չեմ վստահում։ Հետո ինչ որ ինքնազանգել ոստիկանություն։ Լավ։ Այս ապուշը ստեղ ինչ է անում։ Դու ես ասել։ Դե ինչ անեի, մեղքս եկավ։ Սա որ բարձրացավ հյուրանոց, սկանդալ է սարքել։ Իսկ այդ մեզ պետք չի։ Մարակ դե գիտեմ ինչ անեմ։ Հուսա ես քեզ կասեմ ինչ կանես։ Հետո դայակություն կանես, մինչև ես այդ աղջկան իջացնեմ։ Արի, էլի։ Իշա։ Արի։ Ստեղ հա, սպասի չի կարելի։ Ուր է Սոֆին։ Իշա ասում եմ, Ես պետքա մտնեմ ներս, ես պետքա տեսնեմ Սոֆին։ Իշա այսքան չի ասել չգաս։ Արսեն ինչ ա եղել Սոֆի հետ, ասա ինչ ճիշտն ասա, խնդրում եմ։ Ամեն ինչ կարգին է, շտապ օգնություններ գալիս է հանգիստներ։ Իշա մի հատ հավաքի քեզ։ Լավ չի որ շտապ օգնություն ա գալիս, ինչ ա եղել Արսեն, խնդրում եմ, ինչ ճիշտ ասա։ Իշա ասում հավաքի քեզ վերջ։ Ամեն ինչ կարգին է։ Սոֆ։ Այդ տղեն ոչ մի բանից տեղյակ չի։ Ասում եք տեսա փողոցով լացելով քայլում է, զանգեցի ձեզ։ Ախր ո՞ց տեղյակ չի է։ Այդքան էլ հայտարարություն եք տվել։ Ինքը այդ հայտարարությունը չի տեսել։ Մարդը բերել է ստեղ, զգացել է, որ իրան տարօրինակ է պահում, հարցերի չի պատասխանում, զանգել է մեզ, այդքան բան։ Այդ ու Սոֆին տուն ա ուզում։ Սոֆին շատ բան ա ուզում, շտապ օգնություն ա եկել, պետք է ուղեկցենք հիվանդանոց։ Բայց ոչ մի բայց, ուղեկցի։ Տեսնես ես ումն է։ Կարևոր չի վերցրու։ Բայց հաստատ վրա չեն խոսալու։ Ինչքան պիտի սպասենք։ Արդ ձեզ։ Ջան։ Տեսավանից էլ ճամ չի ձեր համար, պարոն մայորը։ Ուր է ախպեր։ Ոնց ուր էի։ Լավ, բա ոնց իմացար որ ստեղ ենք։ Ոնց թե ոնց իմացար։ Արա դու լսել ես ոնց ես խրթխրթացնում ես չիփսը։ Ու հայ միջայլոց որտեղից։ Հենա։
Ճամ, կլորջանաս վերջապես ու ասես ինչ ա եղել։ Ասենք դուք ընկեր եք առհասարակ։ Ոնց կարաք դուք ինձ չհավատաք։ Պայքարը որ չի հավատում, հələ միտեղ հասկանում եմ, բայց դուք Լավ, եթե դու այդքան լավ ընկեր ես, ուրեմն ինքնագլուխ բաներ մի արա։ Կամ անելուց առաջ գոնե խորհրդակցի, մի բան ասա, իմանանք, չէ՞։ Լավ, մի խոսքով։ Այդ կարևոր չի։ Կարևորը դուք իմացաք, որ ես կապ չունեմ այդ գործի հետ։ Մենակ բացահայտել եք կապ ունեմ։ Այդ ոնց։ Կինոների մեջ չեք տեսել, որ ներդրված ագենտներ են լինում։ Բայց քեզով ա ներդրել այդ միջավայր։ Ես։ Ավազակներ։ Պարոն փոխգնդապետ, պայքարը բարձեց։ Հա, տղերքի գնացել են դրանց հետևից։ Տեսակ ոնց բացահայտեցի այդ գործը։ Հա, բայց եթե դու մի անգամ էլ ես նման պատմության մեջ ընկել, չէ՞։ Չէ, այդպես բան չի լինի, պարոն փոխգնդապետ, խոսք եմ տալիս։ Սպայի խոսք։ Լավ, մնացածը քո հետ կխոսենք ակադեմիայում։ Հիմա բոլորը ազատեք։ Լսում եմ։ Դատարկ գլխով պատիվ չեն առնում։ Լսում եմ։ Ճամ, գնա։ Միշան։ Ախր Միշան։ Սոֆիա ջան, Միշան այստեղ է։ Քիչ հետո իրան կտեսնես։ Չէ, ինքը ինձ հաստատ չի ուզի տեսնի։ Հաստատ չի ների ինձ։ Սոֆիա, կասես ինչ ա կատարվում։ Ես ոչ մի բան չեմ կարող ասել։ Ոչ մի բան։ Դու փախել ես տնից, Սոֆիա, այն դեպքում, երբ որ Միշայի հետ չէիր էլ կռվել։ Ու այդ վիդեոյի մեջ խոսում էր ինչ-որ գումարներից, որոնք իրականում քեզ պետք չեն։ Ինչ ա կատարվում։ Ես ոչ մի բան չեմ կարող ասեմ, խնդրում եմ, ինձ հանգիստ թողեք։ Ես կարամ հիմա գնամ։ Բայց դու հասկացի, որ այն ինչ քո հետ կատարվում էր, դեռ չի վերջացել։ Գնամ։ Լավ։ Խնդիր չկա, Սոֆիա ջան, կներես։ Խնդրում եմ օգնեք ինձ, էլի խնդրում եմ։ Դե հիմա ասա տեսնեմ ինչ ա կատարվում։ Բայց պիտի մենակ ճիշտը ասես ու ուրիշ ոչ մի բան։ Ես մինչև Միշայի հետ ընկերություն անել ընկեր եմ ունեցել։ Մենք ինտերնետով էինք ծանոթացել։ Պարզա։ Բաժանվեցի, որովհետև Միշան հայտնվեց իմ կյանքում։ Ինքը ինքան լավն էր։ Հետո ինքն ինձ հանգիստ չէր թողնում։ Անդադ հանդիպումներ էր պահանջում։ Հետո շանտաժ սկսեց անել։ Շանտաժ։ Ես գնացի աշխատանքի, սկսեցի աշխատել ու գումար տվեցի, որ ինձ հանգիստ թողնի։ Իսկ ինչով է շանտաժ անում։ Դե իր մոտ նկարներ կար, որ չի ուզի որևէ մեկը տեսներ։ Հասկացա, հետո։ Ու այդպես նախորդ շաբաթ ինձանից շատ մեծ գումար ուզեց, ես չէի կարող այդ գումարը տալ։ Ասեց, որ Միշայից վերցնեմ։ Բայց չէի կարող Միշայից գումար վերցնել։ Ու մի խոսքով սկսեց այս խաղը, ասեց, որ գնամ, ստիպեց, որ վիդեոներ նկարեմ, մի խոսքով։ Լավ, Սոֆիա ջան, դու այսքան մի նեղվի։ Ամեն դեպքում ոչ մի վատ բան չես արել։ Միշան էլ կարծում եմ կհասկանա քեզ։ Իսկ դրա նման հիմարներից առհասարակ պիտի միշտ հեռու մնաս։ Հիմա մի հատ ուրիշ հարց։ Դու ուզում ես չէ՞ որ իրան բռնենք։ Դե ուրեմն պետք է մեզ մի փոքր օգնես։ Ասում եմ, այդ Միշան ավելի շատ օգնության կարիք ունի, քան այս աղջիկը։ Եթե Միշան իմանա ինչ է կատարվել, այդ ժամանակ հաստատ ավելի շատ օգնության կարիք կունենա։ Չնայած իրանք երկուսով։ Ինչ ա եղել։ Դու այն ասա բժշկի հետ խոսացիր։ Հա, խոսացել եմ, ասեց ոչ մի տենց վտանգավոր բան չկա, ուղղակի վախեցել է, կանցնի։ Դե շատ լավ է։ Լավ, դե արի կպատմեմ ինչ ա եղել։ Արի մի սպանի ասա էլի։ Իդեպ հսկողությունա պետք է աղջկան։ Կազմակերպած է։ Արի դե կասեմ լավ։ Գոհ ես դու քեզնից։ Հարցնում եմ գոհ ես թե դժգոհ։ Դե կարևորը դու գոհ լինեք։ Ես դժգոհ եմ։
Իհարկե ոստիկանությունը արդեն ուսումնասիրել է քո բոլոր գործողություններն ու քայլերը եւ եկել են եզրակացության, որ դու չես մասնակցել գողության, ավելին ասեմ, օգնել ես բացահայտելու հանցագործ խմբի։ Սպասում եմ մեդալիս։ Բայց թե քո արածը ինչքանով է adekvat եւ նորմալ, այդ դա արդեն հարցի երկրորդ կողմն է եւ դա մնում է իմ ուսերին։ Բայց Տիկին Բակունց, ես ախր ոչ մի վատ բան չեմ արել։ Ես էստեղ կրթում եմ համակարգի աշխատողներ, կրկնում եմ, համակարգ բառը քեզ ինչ որ բան հուշում է, թե ոչ։ Դա նշանակում է, որ մարդ, ով պատրաստ է թիմին ներսում աշխատելու։ Հնարավոր է դու շատ տաղանդավոր ես, շատ, ճարպիկ, խելացի, բայց նկատի ունեցիր քո ոչ մի քայլը անկանխատեսելի չպետք է լինի։ Տիկին Բակունց, բայց կարևորը արդյունքն է, չէ՞։ Պատկերացնում եք հիմա ինչքան մարդ գիշերը հանգիստ խղճով գլուխ կդնի բարձին ու կպարկի քնելու, իմանալով, որ իր մեքենայից ոչ մի մաս չի պակասի, ոչ մի հայլի այլևս չի գողացվի։ Ավարտեցիր։ Մենք ունենք 3 մարդասպան, 3-ին է սպանում են։ Մարդասպանների թիվն ավելանում է, թե ոչ։ Հա բա։ Չէ, մի րոպե։ Ունենում ենք 3 նոր մարդասպան։ Բայց ես ոչ մի վատ բան չեմ արել։ Իմ արածից հո ինչ-որ վատ բան դուրս չի եկել, Տիկին Բակունց։ Դերևս։ Ուրեմն նկատի ունեցիր, այլևս նման բան չանել, պարզ է։ Հա։ Ազատ ես։ Արտյոմ։ Ընդհանրապես ապրես։ Տատիս ասածն է, էլի լրիվ համ եղում եք, համ դեղում։ Որի ես դե, կոր։ Ինքն է։ Երևի։ Մենք չգիտենք ում ենք բռնում։ Մենք բռնում ենք Սոֆիայի նախկինին, ով որ իրան շանտաժ էր անում։ Նախկինը ինչ տեսք ունի չգիտենք։ Չնայած աղջիկների համար բոլոր նախկինները նույն տեսքը ունեն։ Այս աղջիկը ստեղ ինչ է անում։ Ակո կարծիքով էս տողում ոնց ենք բերելու հասցնենք ստեղ ու անենք ջրի երես։ Դու ես կանչել։ Չէ։ Սոֆիան ակազմակերպ։ Հետո էլ ինձ են ասում ինքնագլուխ եմ գործում։ Խոնավություն ես քաշել։ Արի ճանապարհից դուրս գան։ Վերել ես փողը։ Հանի փողը։ Ես բռնել ես տալի։ Նայեք կրակել։ Արտեն։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Վերփակալված ես։ Իրավունքներիդ մասին մեքենայի մեջ կիմանաս։ Գիտեր չես բռնելու, հա։ Շատ ռոմանտիկ են բայց։ Դե, սերը տենց բանա չեն արեք, ամեն ինչ էլ հաղթում։ Ով վազի քրտնի, ում սերը հաղթի։ Էտա իմա։ Յա, Ջոմ, ես ինչ պատմությունների մեջ ես ընկել։ Ինքը գիժ չի, ինքը լրիվ Բեթմենն է։ Նենց էինք վախեցել։ Ախպեր բատես բան կա, ասա գանք օգնենք։ Չէ, ինչ օգնել, էլ սենց բան չի լինելու, որ մի հատ էլ օգնենք։ Երեխեք հարցազրույցներ չեմ տալու, խնդրում եմ հեռու գնացեք, իսկ ստորագրությունների համար հետո առանձին կմոտենաք իմ կաբինետ։ Բարև, արև։ Մտա
Մտածում ես պետք է շնորհավորեմ քեզ գովամ, ասեմ ապրես լավ բաներ ես արել, չէ՞։ Չի լինելու տենց բան։ Կներես։ Ինձ թվում է խոսանա պետք։ Դու ներողություն խնդրեցիր ինձնից։ Ինչ կապ եք ունեցել դու ու Սոֆին։ Խոսա վիճակը մի բարդացրու։ Մի անգամ եմ հարցնում։ Դու ու Սոֆին ինչ կապ եք ունեցել։ Ընկերուհիս է։ Իսկ հիմա Ոչ մի։ Բա ինչ ես տենց կեղտոտ բան արել այդ աղջկա հանդեպ։ Ինչ ես շանտաժ արել։ Շատ էլ որ մոտդ մի երկու նկար կար։ Բայց դու մարդ ես։ Դու вообще տղա ես։ Բայց քեզ չեն դատելու նրա համար, որ դու մարդ չես։ Կամ մարդկային վերաբերմունք ես ցուցաբերել ուրիշ մարդու նկատմամբ։ Քեզ դատելու են կոնկրետ հանցանքների համար։ Զղջում ես արածներիդ համար։ Հա թե չէ։ Սոֆիի հեռախոսը մեր ձեռքի տակ է։ Ու քո սաղնամակները կան։ Սպառնալիքները, հրահանգները, թե ինչ անի, որ Միշայից փող կորզես։ Քեզ թողած գնաց այդ լակոտի մոտ, այդ հարուստի լակոտի մոտ, ու կյանքի համար կանգ առավ։ Ես թքած ունեմ այդ փողերի վրա։ Ու ոնց ինձ համար էր վատ առանց իրա, թող մի լավ որ իրանք էլ չտեսնեն։ Հաստացի խոստովանություն։ Տարեք սրան տարեք։ Երկաց։ Ես լավ օրեր ես սպասում։ Բայց գիտես չէ, վախեցել էի, մտածում էի սրանք կարող է հասկանան ու բռնվեմ։ Ձյոմ հերիքա քեզ գովաս, ավելավա նորմալ բացատրի հասկանամ ինչ է կատարվել։ Ուրեմն գիշերը դուրս եմ գալիս, մեկ էլ տեսնեմ ինչ։ Սրանցից մեկը մեր թաղի մեքենաների հայլիները սրբելով գնում է, տանում է սա։ Մտածեցի բռնեմ տեղում սրան սատկացնեմ։ Ձյոմ պետք է զանգես ոստիկանություն, պարզ չի։ Էն էլ սա փախավ։ Ես էլ դե բռնեցի, սա վախից սկսեց միանգամից փող առաջարկել։ Ես էլ տենց ձև տվեցի, իբր թեմայի մեջ եմ, տենց սկսեցինք խոսալ։ Մի խոսքով, խոսակցությունը նենց տարա, որ ես էլ եմ ուզում այդ գործով զբաղվեմ։ Ու մի խոսքով, քիչ-քիչ սկսեցի դուրս գալ սրանց վրա։ Դու լրիվ փորձանք ես։ Տենց այդ տղու հետ մոտիկացա ու բոլորին հերթով բացահայտեցի։ Զանգերից ինչու չէի պատասխանում։ Ես ամեն օր զանգում էի, որ Հարցի տրամաբանական դիսկուրսը հանգեցնում է բազմաշերտ ինտերպրետացիայի, իրականում կներես Սոն։ Հարմար չէր տեղս դրա համար չէի պատասխանում, ոնց պատասխանում։ Քեզ թվում է լավ բան ես անում։ Կներես։ Ջան, խնդրում եմ քեզ։ Ուղղակի մի վտանգի քեզ։ Всё։ Սրանից հետո ինչքան զանգես կպատասխանեմ։ Քեզ վտանգի մի ենթարկի զանգերից կարաս չպատասխանես։ Բայ։ Սոնա։ Իսկ դրանից հետո էլ չեն եկել։ Դե ինչ իմանամ ինձ գտնելու համար։ Այդ լավ որ չես հանդիպել դրանց, բայց ինձ կասես անպայման։ Հələ մի րոպե։ Սիքա։ Ես քեզ կզանգեմ։ Աղաս, շտապ հանդիպել է պետք, տարօրինակ SMS եմ ստացել։
Դե հա տաճան, հանգիստ եղի դու։ Ես քո տեղը ամեն ինչ ընդեղ անում եմ։ 5 անգամ օրը հաց եմ տալիս, տաք շորերը հագցնում եմ, նենց որ հանգիստ եղի։ Չհասկացա, ինչ ես ասում։ Ասում եմ, քո տեղը ես եմ ընդեղ իրան տիրություն անում։ Ուտելիք եկավ։ Օրերս ինչ լավ սուշի ես բերել։ Սուշի չի, ես անգամ ոկ եմ։ Ինչա։ Բանջարեղենով ոկ մեկ էլ աղցան։ Այդ տղա, ինչ ասես ամեն անգամ նոր բան կա որինես։ Հատի ոկը լապշա չինական ձևով պատրաստված։ Ու իդեպ շատ համով է։ Բացին արեք։ Ղաներ ջան, դե որ իմ մասին այդքան մտածում եք, ուզում եմ ձեզ մի բան խնդրեմ։ Ասա տաճան ինչ եղել։ Արսեն ջան, հիշում ես մեր են հին հարևան Հերիքնազին։ Հետո։ Արսեն ջան, իրա բարեկամի տղային Արտակին են բռնել։ Բռնել են ու խեղճ տղային բաց չեն թողնում։ Որ հանցագործություն արել ինչի պիտի բաց թողնել։ Բայց ինքը հանցագործ չի։ Այդ տղան ասում է, որ ես ոչ մի հանցանք չեմ կատարել։ Տաճան, ոչ մի հանցագործել չի ասում, որ արել է։ Ինչև պատին դեմ չեն տալիս։ Ահա, բայց մի հատ հետաքրքրվեիք, տեսնեիք, ինչա, ոնց է, այդ տղու ծնողները չեն կարողանում անգամ գնան իրանց երեխուն տեսնել։ Արսեն ջան, խնդրում եմ էլի։ Տաճան, դու անունը ազգանունը ասա, ես ամեն ինչ կկազմակերպեմ։ Դե կկազմակերպես։ Ապրեք, դե հանգիստ հացներդ կիրեք, բարի ախորժակը։ Ոնց ասես տաճան, կազմակերպենք, կիմանանք։ Դու ես աղցանից կեր շատ համով եմ։ Բարև։ Ասում եմ, քանի չեն իմացել ես տեղի մասին, պետքա փոխել։ Ոնց ես։ Ոնց պետք է լինեմ, հրաչ։ Դու ես զանգել, անհանգիստ։ Ասա տեսնեմ, նետի չնամակ եկել։ Նա տա այս SMS-ը կարդա։ Անբավարար միջոցներ։ Ու մի րոպե, այսպիսի նամակը գալիս են ժամանակ, երբ որ դու ուզում ես քարտով գումար կանխիկացնես, բայց գումար քարտի մեջ չկա։ Տենց էլ կա, աղաս։ Լավ, սրա ի՞նչն է տարօրինակ։ Իմ քարտը հիմա ոստիկանությունում է, չէ, աղաս։ Ու այսօր ինչ-որ մեկը որոշել է իմ քարտով առևտուր անի։ Այդ տարօրինակը մեղմ ասած։ Ծնունդը շնորհավոր իմ աղջիկ։ Սպասի, չգիտեմ։ Ոնց որ կամաց վերես գործ են հարուցում, հա։ Ապացույցներ չունեմ։ Փոխարենը կունենամ խոստովանություն։ Այսինքն ինքն է խոստովանել։ Խոստովանի։ Ինքը ինձ ցայցում է։